Ողջույն, դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթայմն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այսօր եկեք վերլուծենք գաստրոսկոպիայի եզրակացությունը։ Դուք անցնում եք գաստրոսկոպիա, ձեզ տալիս են թղթի վրա գրված եզրակացություն, նկարագրություն, սակայն մեծամասամբ դուք չեք հասկանում, թե այնտեղ ինչ է գրված, ինչ ախտորոշում է ձեզ տրված եւ ինչքանով է դա վտանգավոր։ Եվ մինչև բժշկին դիմելը եւ պրոֆեսիոնալ մեկնաբանություն լսելը, եկեք միասին հասկանանք, թե որ տերմինը ինչ է նշանակում։ Էզոֆագիտը նշանակում է, որ կան կերակրափողի լորձաթաղանթի բորբոքման նշաններ, իսկ էրոզիվ էզոֆագիտը նշանակում է, որ էնդոսկոպիստը տեսել է լորձաթաղանթի վնասում։ Սա մեծամասամբ կապված է ստամոքսայոթի հետ հոսքի հետ դեպի կերակրափող, ստորին կերակրափողային սֆինկտերի անբավարար աշխատանքի արդյունքում։ Եվ այս ամենը հատկապես կարևոր է, երբ դուք ունեք համապատասխան գանգատներ՝ այրոց, գղտոց, թթուհան բերանում եւ այլն։ Էրոզիվ գաստրիտը նշանակում է, որ ստամոքսի լորձաթաղանթում առկա են դեֆեկտներ։ Էրոզիաները ոչ միշտ են վտանգավոր, բայց ասել, որ ոչ մի լուրջ բան չկա, սա էլ ճիշտ չէ։ Կարևոր է պարզել նրանց պատճառը՝ հելիկոբակտերային վարակ, ցավազրկողների ազդեցություն կամ այլ ագրեսիվ գործոնների ազդեցություն։ Բուժում են ոչ թե էրոզիաները, այլ այն պատճառը, որից դրանք առաջացել են։ Էրոզիվ վուլբիտը նշանակում է, որ էրոզիաները տեղակայված են 12 մատնյա աղու կոճղեզում։ Այստեղ եւս կարևոր է պարզել պատճառը՝ հելիկոբակտերային վարակ, ցավազրկողներ, թե այլ վնասող գործոններ։ Եթե նկարագրված է ստամոքսի խոց, ապա նշանակում է, որ առկա է ստամոքսի լորձաթաղանթի դեֆեկտ։ Սա իրականում լուրջ հայտնաբերում է եւ շատ կարեւոր է պարզել խոցի պատճառը, իրականացնել նրա ճիշտ բուժումը եւ սպիացման գործընթացի հսկողությունը։ Երբեմն բժիշկը ստամոքսի խոցից կարող է վերցնել բիոպսիա չարորակացման վտանգը հասկանալու համար եւ նշանակի կրկնակի գաստրոսկոպիա, որպեսզի համոզվի, որ խոցը լիարժեք սպիացել է։ 12 մատնյա աղու կոճղեզի խոցը նշանակում է, որ լորձաթաղանթի դեֆեկտը գտնվում է 12 մատնյա աղու սկզբնական հատվածում։ Այստեղ եւս կարևոր է ճիշտ բուժել խոցը, պարզելուց նրա պատճառը՝ հելիկոբակտերային վարակ, թե դեղորայքային կամ այլ վնասող ազդեցություն։ Սա եւս պետք է լիարժեք բուժվի պատճառը պարզելուց հետո։ Սպասել ինքնուրույն խոցի սպիացման շատ վատ գաղափար է։ 12 մատնյա աղու կոճղեզի սպիական դեֆորմացիան նշանակում է, որ այդ հատվածում նախկինում եղել է խոց։ Սպին ինքնին ակտիվ խոցի նշան չէ, բայց նշանակում է, որ պացիենտը նախկինում ունեցել է խոցային հիվանդության պատմություն։ Խոցի լավացումից հետո կարող են մնալ սպիական փոփոխություններ եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ կա արդյոք լուսանցքի նեղացում եւ այնպիսի գանգատներ, որոնք կապված են սննդի անցանելիության խանգարման հետ։ Ստամոքսի պոլիպը նշանակում է, որ էնդոսկոպիստը տեսել է ստամոքսի լորձաթաղանթից վեր բարձրացող գոյացություն։ Այստեղ շատ կարեւոր է հասկանալ նրա չափը, տեսքը, քանակը, տեղակայումը եւ հիստոլոգիական քննության պատասխանը։ Եթե հեռացվել է պոլիպը կամ նրանից վերցվել է բիոպսիա։ Ատրոֆիկ գաստրիտ կամ ատրոֆիայի նշաններ։ Սա գրելով նկատի ունեն, որ ստամոքսի լորձաթաղանթը երևում է հյուծված, գունատ, ծալքերը հարթված, անոթները նկատելի։ Եթե բիոպսիա չեն վերցրել, ապա ատրոֆիա բառից պետք չէ ընկնել տագնապի մեջ։ Մետապլազիայի օջախներ նկարագրելիս էնդոսկոպիստը տեսել է լորձաթաղանթի տեղամասեր, որոնք փոխարինվել են աղիքայինով։ Դա եւս պետք է հաստատվի հյուսվածաբանորեն։ Այսպիսով էրոզիա, խոց, պոլիպ, ատրոֆիա, մետապլազիա եւ այլ նմանատիպ բառեր լսելով պետք չէ ընկնել խուճապի մեջ եւ ինֆորմացիան փնտրել համացանցում։ Պետք է հասկանալ հիստոլոգիական քննության եզրակացությունը, հելիկոբակտերի առկայությունը, եթե կա խոց, ապա կատարել նրա սպիացման հսկողությունը։ Գաստրոսկոպիան տալիս է նկարագիր, իսկ այդ նկարագրի իմաստը ամբողջանում է ախտանիշների, բիոպսիայի պատասխանի եւ գրագետ գաստրոենտերոլոգի ինտերպրետացիայի միջոցով։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել դոկտոր Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք գաստրոթայմի հետագա հաղորդումները։ Առողջ եղեք եւ իրազեկված։